Ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ մի հետևյալ հանգամանքի վրա, որ այսօր ընտրություններում իշխանություն փոխելու խնդիր դրած ուժերից մեկի տղան է պատանդ ուրիշ երկրում, որովհետև Հայաստանում հետախուզման մեջ է։ Եվ չի կարող այդ երկրից դուրս գալ, որովհետև հետախուզման մեջ է։ Միակ տեղը, որ ինքը կարա մնա, ես խոսում եմ Ծառուկյանի որդու մասին, ով որ կրակոցներ էր արել, մի հատ էլ ասում են, մտածել են թե կենդանիներ են մոտենում, դրա համար են կրակել։ Այսինքն ինչ կազինոյից ռնգեղջուրեր դուրս գալու, ես չեմ հասկանում։ Այդ ինչ տրամաբանությունը։ Ասма կազինոյի վրա կրակել է, ասма գիրեք, երեխեքը մտածել են, ասма բան են, կազինոյից փղեր ու ռնգեղջուրներ են դուրս գալիս, դրա համար են կրակել։ Մի հատ էլ ասма, մի հատ էլ դուրս են գալիս, ասում են մեզ ձայն տվեք, մենք հաղթենք իրանք, ու ասма այդ տղես ասма ամսի 7-ից հետո կվերադառնա, նկատի ունի իրանք ընտրությունները հաղթեն, վերադառնա, որ շարունակի կրակել Աբովյանում, Բալահովիտում, Երևանում եւ մնացած բոլոր տեղերը։ Ոչ, ինքը չի վերադառնալու, իրան վերադարձնելու են եւ ուղարկելու են համապատասխան տեղը կրելու իր պատիժը։ Իսկ մյուս կալուկացի օլիգարխի ունեցվածքն է պատանդ ուրիշ երկրներում։ Եվ հետևաբար, հատ չգիտեք, կարծում եմ գաղտնիք չեք ասում, եւ հետևաբար, դուք պետք է որոշում կայացնեք, քվեարկում եք պատանդների օգտին թե չէ, նրանք, ես կոնկրետ ասում եմ, չնայած դա միջպետական տրամաբանությամբ բան չի, այդքան էլ տեն չի, բայց ով որ քվեարկում է Գագիկ Ծառուկյանի օգտին, ուղիղ ձայնա տալիս Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոին, ես դեմ չեմ, մի անգամից ասեմ, բայց ով որ Գագիկ Ծառուկյանին ձայնա տալիս, ուղիղ քվեարկում է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի օգտին, իմ կողմից շատ հարգված, եւ ես էլ եմ ասում, ես դեմ չեմ, ժողովուրդ դուք որոշեք, որոշողը դուք եք, այն Լուկաշենկոյի օգտին, ով Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում խոստովանեց, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը Ադրբեջանի կողմից։ Մի հատ է Ծառուկյանը կանգնում է Լուկաշենկոյին պաշտպանում է, ժողովուրդ ջան։ Լուկաշենկոյին պաշտպանում է, գիտեք ինչի, որովհետև տղեն պատանդ է Բելառուսում։ Եվ հետևաբար այս շատ կարևոր հարց է։ Մյուսի ունեցվածքն է պատանդ այլ երկրում։ Եվ հետևաբար դուք շատ պարզ ընտրության առաջ եք կանգնած 2026 թվականի հունիսի 7-ին քվեարկել սեփական երկրի օգտին, թե քվեարկել օտար երկրի կողմ։ Ես էլի ասում եմ, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հա, մի հատ էլ կանգնում են, ասում են, բանա, ասում են, մեկ այդ կալուտգացի օլիգարխ, ասում է, դե ես եմ ըլնելու վարչապետ, ասում է, այդ հացածրույց բան, թարգ, այդ մարդը ոչ վարչապետի թեկնածու կարա ալնի Հայաստանի օրենսդրությամբ, չի կարա, այդ մարդը ընդհանրապես թեկնածու չի, ոչ վարչապետի, ոչ պատգամավորի, ասում է, ես եմ ըլնելու, ժողովուրդ, դուք, հա? Բայ, իմ հարցն էլ այդ, ինչի ման վրա է ասում, ինչի, լավ հիշեցրիք, 44-օրյա պատերազմի ժամանակ է հայտարարություն է անում, ասում է, կոչ եմ անում Ադրբեջանին ու Հայաստանին չգինեմ ինչ, այսինքն ինքը բանից է, էլի, ինքը Բուրկինա Ֆասոից է, կողքից իրան դնում է դուրս Հայաստանին եւ մի հատ էլ ասում է Փաշինյանին ասեք, ինչ էր ասել, ինքը գիտի, թե ինչ եմ նկատի ունեցել, չգիտեմ, կանգնի մարդկանց առաջ բացատրի, այդ ոնց էր դու տեն չեզոք դիրքում քեզ դրել եւ կոչեր էին անում, դա գիտեք ինչ է նշանակում, դա նշանակում է մարդ, որ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, Բայց ժողովուրդ,
Հիմա ամենակարևորի մասին, ամենակարևոր իմ ասելիքներից ամենակարևորն է նա, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, ամենակարևոր ասելիքը։ Շատերն են այսօր ասում, հիմա այդ խաղաղությունը կա, այդ խաղաղությունը չկա, լավն է, վատն է։ Ժողովուրդ, ես խաղաղությունը համեմատում եմ 9 ամսական է մեր խաղաղությունը։ Ես 9 ամսական խաղաղությունը համատում եմ 9 ամսական երեխայի հետ։ 9 ամսական երեխան կա թե չկա։ 9 ամսական երեխան իհարկե կա, 9 ամսական երեխան մարդ է, անհատ է, ունի անուն ազգանուն, ինքը անհատ է, քաղաքացի ավելին, այն տանը, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ 9 ամսական երեխան այդ տան ամենակարևոր անդամն է, համաձայն եք թե համաձայն չեք։ Այն տանը, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ 9 ամսական երեխան այդ տան ուրախությունը եւ երջանկությունն է, համաձայն եք թե համաձայն չեք։ Այդպիսին է նաեւ մեր 9 ամսական խաղաղությունը, որովհետեւ ես տեսնում եմ, դա ակնհայտ է, դուք էլ եք հույս ունեմ տեսնում, որ դա երջանկացնում, ուրախացնում է մեր ժողովրդին, ոչ մի բան մեր ժողովրդին այնքան չի ուրախացնում, ամենահետաքրքիրը գիտեք որն է, թոշակառուների հետ որ շփվում եմ, մարդիկ չեն ասում շնորհակալություն թոշակը բարձրացնելու համար, մարդիկ ասում են շնորհակալություն խաղաղության համար, որովհետև այո թոշակառուի համար խաղաղությունը ավելի կարևոր է, քան թոշակը, բայց խաղաղությունը 9 ամսական, մի ուրիշ բանով էլ է շատ նման 9 ամսական երեխայի, եթե 9 ամսական երեխայի նկատմամբ հոգ չտանենք, խնամք չտանենք, այդ երեխան չի ապրի, այդ երեխան ոտքի չի կանգնի, այդ երեխան չի մեծանա, եւ հետեւաբար նույնն է խաղաղությունն է, եթե մենք խաղաղության նկատմամբ հոգ չտանենք, եթե մենք խաղաղությանը տեր չկանգնենք, այդ խաղաղությունը չի ապրի, որովհետեւ բոլոր տեղերից, այդ թվում Հայաստանի ներսում, պատերազմի եռագլուխ կուսակցությունը ատամները սրած սպասում է հնարավորությամբ, որ հոշոտի այդ 9 ամսյա մանուկին երեխային խաղաղությանը։ Եվ հիմա չափազանց կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնան ընտրական տեղամաս, մի անելիքում եք դուք ժողովուրդ, դուք պետքա տեր կանգնեք խաղաղությանը, դուք պետքա տեր կանգնեք այդ 9 ամսյա մանուկին խաղաղությանը, ձեր խաղաղությանը, որովհետև դուք եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են այդ խաղաղության ծնողը, որովհետև այդ խաղաղությունը հաստատվել է ձեր ջանքերի, ձեր զրկանքների, ձեր տառապանքների եւ ձեր կամեցողության եւ ձեր ըմբռնման շնորհիվ եւ հետեւաբար ես կոչ եմ անում բոլորիդ գնալ ընտրական տեղամասեր հունիսի 7-ին եւ քվեարկել համար 16-ի օգտին, որովհետեւ այդ ընտրությունն է միայն, որ երաշխավորելու է 9 ամսյա մանուկի հետագա բնականոն զարգացումը, կայացումը, ոտքի կանգնելը, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև դա ինքնանպատակ չի, քվեարկում ենք, որովհետև պետությանը տեր ենք, ես պետք է ասեմ, դուք խնդրում եմ ասեք, որ տեր եք, խնդրում եմ ասեք, որ տեր եք, որովհետև պետությանը անկախությանը, ապագային, խաղաղությանը, ապարանին, Արագածոտնի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ շատ։ Ժողովուրդ իմիջայլոց Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, տեղեկացնեմ, որ նաև Արագածոտնի մարզի հիմնական մեծ հավաքը տեղի է ունենալու 7:30 մարզ կենտրոնում եւ ով ժամանակ ունի, հավես ունի, տրամադրություն ունի,
ուրախ կլնենք այնտեղ նաև ձեզ հանդիպենք։ Լավ եղեք, միջև հանդիպում երեկո։